Ադրբեջանի հետ մեր հաղորդակցության ուղիների բացման արդյունքում եւ հույս ունենք, որ այդ շրջանակում տեղի կունենա Արցախի եւ Ադրբեջանի միջև սահմանների բացումը, ինչ կունենանք ի վերջո, կունենանք բաց հաղորդակցության ուղիներ Պարսից ծոցի, Օմանի ծոցի եւ Սև ծովի միջև, կունենանք նոր կապակցվածություն Կասպից ծովի եւ Միջերկրական ծովի միջև, կունենանք նոր հնարավորություններ, Հայաստանը կունենա երկաթուղային կապ Իրանի հետ, Հայաստանը կունենա երկաթուղային կապ Ռուսաստանի հետ եւ Կենտրոնական Ասիայի հետ։ Վերջերս գիտեք ինչ տեղի ունեցավ։ Ադրբեջանը հայտարարեց, որ իրենք հանում են բոլոր սահմանափակումները իրենց տարածքով դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումների նկատմամբ։ Եվ սա շատ կարևոր հայտարարություն է։ Եվ ես դա բարձր եմ գնահատում, քանի որ դա իրոք պատմական նշանակության որոշում է կայացված Ադրբեջանի կողմից եւ մենք դա գնահատում ենք եւ մենք էլ պատրաստ ենք բացել մեր հաղորդակցության ուղիները Ադրբեջանի համար եւ ես վերջերս հայտարարեցի, որ մենք պատրաստ ենք երթուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան ընթացող բեռնատարների եւ Ադրբեջանից Թուրքիա ընթացող բեռնատարների համար